Անաղուհաց քրդի շունը շուտ ուրացավ Վազգենին, հաստատ խառն է նրա մատը հոկտեմբերի 27-ի գործին, Ջանիկ Ադամյան։ 2021 թվականի ազգային ժողովի ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, խոստանում էր մինչև քոք մշեցնել Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը, հետո էլ կռել ընտրություններում, բայց պարզվեց, որ նա ստացավ ընտրողների ընդամենը 21.9%-ի քվեն, այդպես էլ իրականություն չդարձնելով իր մեծագույն փափագը, ճանկել վարչապետի աթոռը եւ վերահաստատել իր օրոք երկրում հաստատված բարքերը։ Դաշինքը, որը հիշեցնենք կազմված էր Ռոբերտ Քոչարյանից, Հայ հեղափոխական դաշնակցությունից, ինչպես նաև Վահե Հակոբյանի վերածնվող Հայաստանից, 1 տարի անց փլուզվեց։ Վահե Հակոբյանը Պրաշալնի վալսի հնչյունների ներքո լքեց դաշինքը Ռոբերտ Քոչարյանին, թողնելով իր սիրելի եւ մշտական Հայ հեղափոխական դաշնակցության հետ։ Գալիք հունիսի 7-ի ընտրություններին նախկին ոչ լեգիտիմ նախագահ մասնակցում է նորեն 136-ը շուտով բոլորող ՀՅԴ-ի, մեկ էլ էս վերջերս որդի Լևոնի ընկերների ստեղծած առաջ աչակենտրոնի հետ։ Այս ընտրությունների քարոզարշավի ժամանակ Քոչարյանը, ինչպես ասում են, լեզվին այդքան շատ չի տալիս կառավարող ուժի ղեկավարի մասին արտահայտվելիս, թեև մեկ ու մեջ, ինչպես ասում են, Խասյաթի համաձայն տրվում է գայթակղությանը, բայց շատ արագ արժանանում է համարժեք արձագանքի, ինչպես օրինակ Աչափնյակում օրերս քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետի հասցեին համբալ բառագործածելու դեպքում եղավ։ Այդ նույն հանդիպման ժամանակ, ի դեպ, Քոչարյանը, որի օրոք ուշադրություն եթերազրկվել են Ամեկ Պլյուսը, Նոյան Տապանը, սպանվել բռնությունների են ենթարկվել լրագրողներ, խոսեց նաև մամուլի խոսքի ազատության մասին։ Մի պահ ուզում ենք պատկերացնել, թե ինչ կլիներ X քաղաքական գործչի հետ, եթե նա իր Քոչարյանի կառավարման օրոք ներողություն արկածախնդրության դիմեր եւ վերջինիս համբալ անվանած լիներ։ Զուգարանում սպանված Պողոս Պողոսյանի ճակատագրին արժանանալը, համոզված ենք, երաշխավորված էր։ Եվ ուրեմն ի պատասխան իր աջակիցներից մեկի հարցի, իշխանության գալու դեպքում ինչ քայլեր է անելու խոսքի մամուլի ազատության ուղղությամբ, նախկին նախագահը խոդի գցեց ցինիզմը, թե իր կառավարման 10 տարվա ընթացքում մի լրագրող է սպանվել, որը հատուկ շեշտեց, եղել է իր թիմի անդամը։ Խոսքը Տիգրան Նաղդալյանի մասին է։ Մեկ էլ մի լրագրող է դատապարտվել, սակայն ոչ թե իր մասնագիտական գործունեության, այլ բանակից խուսափելու համար։ Նկատի ունի ժամանակ Երևան թերթի նախկին խմբագիր, առաջին AM կայքի սեփականատեր Արման Բաբաջանյանին։ Մեջբերենք 10 տարվա ընթացքում մեկ ցույց հացրվել 2004 թվականին։ Խորհրդարանի մոտ տևել է 15 րոպե, մի մարդ հիվանդանոց չի տեղափոխվել։ Հետո եղավ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, որտեղ սադրողը եւ հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն էր։ Մեջբերման ավարտ։ Քոչարյանին երևի թվում էր, թե իր ելույթին ականջ դնող բոլոր ներկաները, այդ թվում ես, ձեր խոնար ծառան։ Հիշողությունից զուրկ մանկուրտներ են, տեղյակ չեն իր օրոք տեղի ունեցած այլանդակությունների մասին, երկրում տիրած վախի ու ահաբեկչական մթնոլորտի մասին, երբ ասենք մարդ էին նստեցնում ոտանավոր գրելու ու թռուցիկի տեսքով այն պատին փակցնելու համար։ Հիշեցնենք Քոչարյանին, անաղուհաց քրդի շունը շուտ ուրացավ Վազգենին, հաստատ խառն է նրա մատը հոկտեմբերի 27-ի գործին։ Ահա այս արտահայտության հեղինակ արարատցի Ջանիկ Ադամյանը 2 ամիս 7 օր անցկացրեց Նուբարաշենի բանտում։ Քանի որ օրվա դատախազությունը համարել էր, որ այս տողերով, որտեղ նկատենք ոչ մի անգամ չի հիշատակվում Ռոբերտ Քոչարյան անուն ազգանունը, տողերի հեղինակը զրպարտել է անուն ազգանվան տիրոջը, հետևապես պետք է դատապարտվի 5 տարվա ազատազրկման։ Ավելին,
Տողերի հեղինակից բացի գործի շրջանակներում ձերբակալել էին նաև ոտանավորը մեքենագրած մի կնոջ Ջեմմա Սահակյանին։ Գիտեք ինչի համար, որ մեքենագրել է։ Այո, ճիշտ լսեցիք, որ նա իր մատների հպումով թղթին է հանձնել վերոհիշյալ տողերը ու այսպիսով հանցակցել է տողերի հեղինակին։ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն անաղուհաց քրդի շուն արտահայտությունն իր վրա էր վերցրել, ինչպես նաև հոկտեմբերի 27-ի գործում իր մատը խառը լինելու մեղադրանքը։ Եթե մեկը գրի անաղուհաց քրդի շուն առանց անուն տալու, մեկ ուրիշն էլ դա իր վրա վերցնի, ինչ կհետևի այս ամենից, որ Հայաստանում միայն մեկ հոգի կարող էր անաղուհաց քրդի շուն լինել ու այդ մեկ մարդը հասկացաք թե ով է։ Իրավական այս մարազմը կամ ինչպես կասեր Ռոբերտ Քոչարյանը սյուրռեալիզմը փառք տիրոջը կարճվեց, բայց ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշման արդյունքում, քանի որ օրվա իշխանությունը ստիպված եղավ նահանջել միջազգային կառույցների եւ հանրային ճնշման ներքո։ Նույն Քոչարյանն ահա, որի օրոք այլանդակ հետապնդման էր ենթարկվում այլախոհությունը, սրբի կերպարի մեջ մտած ծեկ-ծեքում էր։ Հիմա Facebook-ում լայք դնելու համար մարդկանց գործից ազատում են, եթե ինքը վերադառնա իշխանության, մամուլի եւ խոսքի վիշի կլասի ազատություն է ապահովելու։ Համոզված ենք, որ նախկին նախագահի այս հավաստիացումը հարուցեց հանրապետության բոլոր եփած հավերի ծիծաղը, ընդ որում քահ ծիծաղը եւ ոչ միայն ծիծաղը։ Արտդառնանք աչափնյակցիների հետ հանդիպումից հետո մեր ու ազատ մամուլի ապագա երաշխավոր Քոչարյանի կազմած ընտրական ցուցակի անդամ գործող падգամավոր Իշխան Սաղաթելյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ Civic-ը երբ փորձեց Քոչարյանից ճշտել գալիք ընտրություններում գոնե 8% ակնկալում է ստանալ, Քոչարյանը չլսելու տվեց, վեճքով շրջվեց մեզ ու պատրաստվեց հեռանալ սրահից։ Հարցն ստիպված ուղեցինք մեր կողքին կանգնած Իշխան Սաղաթելյանին, որն էլ արձագանքեց։ Ի պատասխան մեր հարցի քանի տոկոս եք ակնկալում, ասաց շատ, հավելելով 8%-ի համար նույնիսկ չէինք մտնի պայքարի մեջ։ Քանի որ սրահում աղմուկ էր, նրա պատասխանը ճիշտ չլսեցինք։ Տարընկալում տեղի ունեցավ մեզ մոտ։ Տպավորություն ստեղծվեց, որ Սաղաթելյանն ասաց 8%-ի դեպքում չենք մտնի խորհրդարան, նկատի ունենալով, որ մանդատները վայր կդնեն։ Երբ մեր լսած ձևով հարցն ուղեցինք Քոչարյանին, թե համաձայն եք Սաղաթելյանի ասացի հետ, վերարտադրելով այն, ինչ այդ պահին մեզ թվացել էր, ընկեր իշխանը կորցրեց Միրավազրինիեն ու ցույց տվեց իր բարեկրթության մակարդակը։ Նախ մեզ մուտիլովկա անելու մեջ մեղադրեց, հետո էլ թուրքական լրատվամիջոց կոչեց։ Իդեպ մենք ներում ենք հայցում Սաղաթելյանից աղմուկի պատճառով նրա տված պատասխանը ճիշտ չլսելու եւ սխալ վերարտադրելու համար։ Պահանջում ենք, որ նույնը անի նաեւ նա հրապարակավ ներողություն խնդրի Civic-ից վիրավորանքի համար։ Դիտենք Civic-ի եւ Իշխան Սաղաթելյանի մասնակցությամբ միջադեպի տեսագրությունը։ Գոնե 8% ակնկալում եք Սաղաթելյանի։ 8%-ի համար չէինք մտնի պայքարի մեջ։ Դե համար չէինք։ Ինչպես? 8%-ի համար չէինք մտնի նույնիսկ պայքարի մեջ։ Այսինքն ավելի բարձր Իհարկե։ Այո, շատ բարձր։ Պարոն Քոչարյան, քանի տոկոս եք ակնկալում հունիսի 7-ի ընտրություններին ստանալ։ Պարոն Սաղաթելյանն ասում է, որ 8-ի դեպքում չեք մտնի խորհրդարան, համաձայն եք։ Այսինքն եթե 8% հավաքեք, չեք գնա խորհրդարան։ Վարկյանի ընթացքում ես քանի մեջ ասած ես ոնց, ասում եմ 8%-ի համար մենք չէինք մտնի ընդհանրապես ընտրապայքարի մեջ, ոտի վրա մի վարկյանում։ Այդ մուտիլովկեն ձեր sense այրան մեջ է։ Պարոն Սաղաթելյան, աղավաղում իմ խոսքերը։ Պարոն Սաղաթելյան, խնդրում եմ կոռեկտության սահմաններում մնացեք։ Կոռեկտության սահմաններում ինչ է սուտ ասում մի վարկյանի ընթացքում։ Ինչ է սուտ ասում։ Պարոն Սաղաթելյան, հարգեք լրագրողին։ Պարոն Սաղաթելյան, աղմուկի պատճառով գուցե ճիշտ չընկալվեց։ Ձեր պատասխանը։ Դրա համար ասեք ներողություն սխալ ասեցի, ոչ թե ուրիշ բան ասեք։ Չի կարելի մի վարկյանի ընթացքում 3 հատ սուտ ասել։ Վիրավորեք լրագրողին ուղիղ եթե Պրովոկացիա է անում արդեն անկեղծ։ Պարոն Սաղաթելյան, ձեզ չի սազում այս ոճը։ Չի սազում, քեզ չի սազում, անիմաստ պրովոկացիա է անում։
ասածս խոսքը աղավաղումս մի վարքանի Ինձ մեջ։ եք դույով խոսել, պարոն Սաղաթելյան։ Հարգեք լրագրողներին։ Խոսեք Այ դուք։ ես այն մարդկանց եմ, որ երբեք լրագրողների հետ խնդիր չեմ ունենում։ Ձեր խնդիրը երևի բացառապես Civic-ի հետ է։ Դե Civic-ի հետ կարա խնդիրը լինի, գիտես։ Թուրքական քարոշչություն ա մեր երկրում անում։ Պարոն Սաղաթելյան, Դա մի քիչ ներվայնացնող ա, օրը 4-ած սուտ եք գրում վրներս, բա ներվայնացնող ա, չէ՞։ Պարոն Սաղաթելյան, քանի որ պարոն Քոչարյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց, կոնկրետ մեկ հարց մնաց անպատասխան, թերևս ձեզ ուղեմ իմ հարցերը։ Մի հատ մի բրդել է հարցերով։ Հանգիստ, դա չի ոչ։ Կարող եմ հղել հարցերը։ Խնդրեմ, բայց Քոչարյանի վերաբերող հարցերը Քոչարյանը կպատասխանի, չգիտեմ ինչի մասին։ Մենք կարծում եմ տարբերվող չեն լինի պատասխանները։ Պարոն Սաղաթելյան, տեսակետ հնչեց, որ Նիկոլ Փաշինյանը գալիս է, ինչ անի։ Իսկ դուք գալու եք, ինչ անեք։ Երկիրը պահենք, որ չհանձնեն թուրքերին, ցավը տանում։ Երկիրը պահենք, որ չհանձնեն Նիկոլ Փաշինյանը թուրքերին։ Դրա համար են գալի։ Դուք 5 տարի չկարողացաք Բայց իրավիճակը հարմար է, ասենց։ Գալիս եք, ինչ անեք։ Պարոն Սաղաթելյան, խաղաղության համաձայնագիրը վերաբանակցելու եք եւ ձեր Նիկոլ դիտարկման Փաշինյանը խաղաղության հետ կապ չունի, ցավը տանեմ, ինչ ես ուզում ինձ։ Նիկոլ Փաշինյանը չարիք է, խաղաղության հետ կապ չունի։ Դե տենում ես պրովոկացիա ես անում, ինչ ես ուզում ինձանից, հա, ինչ ես ուզում հիմա։ Ոճով բառապաշարում։ Ինչ ես ուզում։ Ձեր հարցերին այլևս չեմ պատասխանում։ Դուք շարունակեք թուրքական քարոշչություն։ Վերաբանակցելու եք խաղաղության համաձայնագիրը։ Եվ որ դրույթներն եք վերաբանակցելու։ Խաղաղություն են վերել ոչ թե Ախտի կտորի չեք պատասխանում, պարոն Սաղաթելյան։ Չէ։ Դուք թուրքական լրատվամիջոցակ այլևս չեմ պատասխանում։ Գնացեք համբալին ասեք, որ վերեցին իշխանության, համբալ, իսկական համբալ։ Թողեք։ Գուցե կարգի հրավիրեք ձեր աջակիցներին, պարոն Սաղաթելյան։ Հասկանում ենք, որ թուրքական բառերը հոլովելիս հայ հեղափոխական դաշնակցությունը ռազմահայրենասիրական էքստազի մեջ է ընկնում, կարծելով թե այդ բառերով ինչ-որ մեկին դիմելիս իր չունեցած ռեյտինգը բարձրացնում է, բայց բարեկամաբար առաջարկում ենք հանգիստ թողնել մամուլը, մասնավորապես մեզ Civic-ին եւ իրենց ռեյտինգը բարձրացնել այլ թիրախ ընտրելով։ Թուրք բառն արտաբերելուց առաջ իդեպ երիտ թուրքերի հետ ժամանակին համագործակցած ՀՅԴ-ի դեպքում պարտադիր է մի շատ կարևոր պրոցեդուրա՝ ինքնահայեցումը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար